Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր առողջզրույցի տաղավար եմ հրավիրել բժշկական գիտությունների թեկնածու, Երևանի պետական բժշկական համալսարանի բժշկական գենետիկայի ամբիոնի դասախոս, առողջության առաջնային պահպանման և բժշկական գենետիկայի կենտրոնի բժիշկ գենետիկ Արտյոմ Գասպարյանին։ Բարև Արտյոմ ջան, նաև գոլեգա ենք նույն բուժ հիմնարկի։ Ես ուզում եմ, որ մենք մեր հանրությանը բացատրենք, թե ինչով է զբաղվում բժիշկ գենետիկը, ինչ է ընդհանրապես գենետիկան, ինչու ենք մենք խորհուրդ տալիս մեր պացիենտներին հղիություն պլանավորելուց առաջ իրականացնել բժշկագենետիկական խորհրդատվություն, եւ այս մի քանի հարցերի շուրջ առաջնահերթ օրինակ ինչ է նշանակում բժշկագենետիկական խորհրդատվություն։ Բժշկագենետիկական խորհրդատվությունը դա մի process է, որի ժամանակ պացիենտը բուժարուն ստանում է իրեն հուզող հարցերի պատասխանները, որոնք կապված են իր գենետիկ խնդիրի հետ կապված։ Եթե անձը ունի գենետիկական խնդիր կամ իր ազգում կան գենետիկական խնդրով մարդիկ, եւ նա ցանկանում է հասկանալ տվյալ խնդիրը այս կամ այն ձևով կառնչություն կունենա իր հետ, իր սերունդում դա կարտահայտվի թե չի արտահայտվի, այդ հարցերի պատասխանները տալիս է բժիշկ գենետիկը, բժշկագենետիկական խորհրդատվության ընթացքում։ Մեր հասարակության մեջ մի տեսակ ընդունված է, որ խոսքը գնում է պարբերական հիվանդության մասին, բացի պարբերական հիվանդությունից, օրինակ, ինչ հիվանդությունների մասին կարող է կարծիք կազմել ձեզ դիմող բուժարուն։ Հայք, պարբերական հիվանդությունը դա մեր ազգի խնդիրն է, ինքը աուտոսոմ ռեցեսիվ գենով փոխանցվող խնդիր է։ Բացի պարբերական հիվանդությունից մենք ունենք շատ այլ հիվանդություններ, որոնք պայմանավորված են գենային մուտացիաներով կամ գենային խաթարումներով։ Գենետիկական խորհրդատվություն անցնում են նաև հղիները։ Իրենց առաջի եռամսյակի սկրինինգից հետո անցնում են գենետիկական խորհրդատվություն, եթե կարիք կա անցնել ավելի խորը մանրակրկիտ հետազոտություններ, պատղաջրի հետազոտություններ կամ խորոն բիոպսիան, դա կատարվում է արդեն խորհրդատվությունից հետո։ Հիվանդությունները բազմաթիվ են։ Արտամկանային թուլություն, տարբեր քրոմոսոմային խաթարումներ, տարբեր նեղ մասնագիտական ունեք սրտաբանական խնդիրների հետ կապված խնդիրներ, ուռուցքաբանության հետ կապված գենետիկ անալիզներ, այդ ամենը բազմաթիվ են։ Մենք ներառում ենք ամբողջ սպեկտրը, բժշկության ամբողջ սպեկտրը կապ ունի մեր հետ եւ մենք կարողանում ենք այդ հարցերին պատասխան տալ։ Շատ լավ։ Օրինակ հղիների մասով բնականաբար ու հիմնականում դա ունի համախտանիշի մասին է խոսքը լինում, որ պացիենտները անհանգիստ են լինում, ենթադրենք կա ժառանգական ինչ-որ նախատրամադրվածություն կամ բժիշկ մանկաբարձ գինեկոլոգը նշանակել է անալիզներ, որոնցից ենթադրել է, որ հնարավոր է լինել, հա, եթե դա ունի համախտանիշը, օրինակ այնպես չանենք, որ հարցական լինի հղիության ժամանակ, մինչև հղիություն պլանավորելը, ինչ կարող է անել զույգը, բժիշկ գենետիկը ինչով կարող է օգնել, որպեսզի հետագայում խուսափենք նման երևույթներից։ Նայեք, կա նախամուսնական խորհրդատվություն, հասկացողություն։ Անձինք, ովքեր պատրաստվում են կազմել ընտանիք կամ զուտ իրենց ցանկությամբ, իրենց նախաձեռնությամբ, եթե իրենք գիտեն, որ իրանց ազգում հանդիպել ենք այս կամ այն գենետիկական խաթարումները կամ այս կամ այն գենետիկական հիվանդությունը ի հայտ է եկել եւ իրենք ունեն մտավախություն, սա կարտահայտվի, ի հայտ կգա իրենց սերունդիում, ելնելով այդ ամեն ինչից իրենք կարող են անցնել բժշկագենետիկական խորհրդատվություն, ստանալ իրենց հարցերի պատասխանները, եթե կարիք կա անցնել հետազոտություններ, գենետիկական հետազոտություններ եւ ունենալ ամբողջական գենետիկական եզրակացություն, տվյալ այս կամ այն խնդրի հետ կապված, որ իրանց ուզում է։
Ասենք որպեսզի մեզ լսողները պատկերացնեն այդ նվազագույն ծավալը, հա, տղամարդիկ ինչ անալիզներ են հանձնում կասկածի դեպքում, կանայք ինչ անալիզներ են հանձնում, նվազագույն։ Սերի հետ կապված բան չկա, տարբերություն չկա, կախված է խնդրից, խնդիրն ինչում է, ինչ է հանդիպել իրենց ազգերում, տոհմածառի մեջ ինչ խնդիրներ կան, ելնելով դրանից արդեն ընտրվում է որ մեթոդը կիրառել, որը լինի արդյունավետ տվյալ հարցերին պատասխանելու համար։ Շատ լավ, եթե ենթադրենք բժշկագենետիկական խորհրդատվության ժամանակ նախամուսնական որևէ մեկի մոտ հայտնաբերվեց ինչ-որ խանգարում, ինչ ենք խորհուրդ տալիս այդ զույգին։ Եթե կա խանգարում, եթե այդ խանգարումը իրենից պատասխանները կլինում են բարորակ պատասխաններ, հավանական բարորակ, հավանական ախտածին եւ ախտածին։ Հիմա ելնելով պատասխանից, ինչ բնույթի ինչ բնույթի է պատասխանը, արդեն կառուցվում է հետագա քայլերը։ Եթե հավանական պաթոգեն պատասխան ստացվում, երբ որ կլինի հղիություն, նախածննդյան հետազոտություն տվյալ հայտնաբերված խնդրի հետ կապված։ Օրինակ, ինչ խնդիր։ Օրինակ, եթե հայտնաբերվել են այս կամ այն խաթարումները անձի մոտ, իրենք ամուսնացել են։ Հիմա հղիության որոշակի ժամկետում կատարվում է նախածննդյան հետազոտություն պտղաջրի վրա եւ փնտրվում է այն փոփոխությունը, որը հայտնաբերվել է ծնողներից որևիցե մեկի մոտ, որ կարողանանք հասկանանք տվյալ խնդիրը պտուղը ժառանգել է, թե չի ժառանգել, եւ եթե ժառանգել է, ինչ է սպասվում իրենց։ Օրինակ ախտածիններից կարող ենք մի քանիսը ասել, որ ավելի վտանգավոր ախտածիններից որոնք են։ Չէ, այտենց ավելի կամ թերի վտանգավոր չկան։ Դա անհատական մոտեցում է, ստանդարտներ բժշկության մեջ չկա։ Այո։ Սա ուղղակի որպես հավելում, որ պատկերացնեն մեր պացիենտները, որտեղ բուժառուների մոտ տպավորություն է, որ ի սկզբանե կարելի է դրա մասին եզրակացություն անել, բայց միանշանակ այստեղ համալիր հետազոտություն է, նաև հղիության ժամանակ եւ այլն։ Շատ լավ։ Իսկ ժառանգական հիվանդությունները, օրինակ եթե խոսում ենք բժիշկ գենետիկի խորհրդատվության մասին, հա, տրամաբանական է, որ անձը դիմի, ենթադրենք ինչ-որ ժառանգական հիվանդության պահով, օրինակ սիրտանոթային համակարգի կամ այլ, ու մենք հուշենք, խորհուրդ տանք բժիշկ գենետիկա ասի, այս գործոններից խուսափի, որպեսզի քեզ մոտ ավելի արտահայտված չլինի։ Բժշկագենետիկական խորհրդատվության մեջ եւ բժշկագենետիկական հետազոտությունների մեջ կա sense հասկացողություն նախասիմպտոմատիկ նախասիմպտոմատիկ հետազոտություն մինչեւ սիմպտոմների ախտանիշների հայտ գալը անձը երբ որ անցնում է բժշկագենետիկական խորհրդատվություն եւ խորհրդատվության ընթացքում երբ որ պարզվում է որ նա ունի նախատրամադրվածություն կամ ծնողներից որևիցե մեկում կամ ազգում կա այս կամ այն խնդրի հետ կապված նախատրամադրվածություն կատարվում է տվյալ նախասիմպտոմատիկ հետազոտությունը կոնկրետ խնդրի հետ կապված եւ ելնելով դրանից արդեն կազմակերպվում է պրոֆիլակտիկ միջոցառումներ որոնք կօգնեն տվյալ անձին տվյալ բուժառուին որ նա զերծ մնա տվյալ խնդիրների հայտ գալուց Օրինակ, եկեք մի օրինակ վերենք, որպեսզի պատկերացնենք։ Կրծքագեղձի քաղցկեղ, ազգում կա կրծքագեղձի քաղցկեղ։ Եվ անձը նկարագրում է, որ մամայի մոտ կամ մորաքրոջ մոտ կամ տատիկի մոտ եղել է տվյալ խնդիրը։ Եվ նա մտավախություն ունի, տվյալ խնդիրը իր հետ առնչություն ունենալու է թե ոչ։ Այդ ժամանակ անցնելով խորհրդատվություն Են առաջարկվում է, որ կարելի է հետազոտել նախասիմպտոմատիկ հետազոտություն անցնել եւ հասկանալ նա կրում է այդ գեները, որոնք պատասխանատու են կրծքագեղձի քաղցկեղի համար կամ ձվարանի քաղցկեղի համար, կատարելով տվյալ հետազոտությունը, երբ որ ունենում ենք պատասխան, կա ինչ պետք է արվի, չկա, արդեն ունենք դրական պատասխան, դա ոչի բան չի անում, ոչի բան պետք չի անել։ Եթե լինելու դեպքում արդեն կազմվում է քայլերի հաջորդականություն, որ նեղ մասնագետների հսկողության տակ նա պետք է լինի, որ ինչ հետազոտություններ ժամանակ առ ժամանակ նա պետք է անցկացնի, որ
այն վաղ ժամկետներում տեղ հիվանդությունը, որ իր ամբողջ թափով չի հայտ եկել, կատարել այն միջոցառումները, որով մենք կանխարգել ենք հիվանդության արտահայտումը եւ իր ծանր հետևանքները։ Շատ լավ։ Կրծքագեղձի քաղցկեղի մասով երևի կհիշեք տարիներ առաջ հայտնի դեպք հայտնի դերասանով, այո, Անժելինա Ջոլին, որ հեռացրել էր կրծքագեղձերը, որպեսզի իր մոտ չառաջանա։ Այո, ասելիքս այն է, որ մոտեցումները իհարկե կարող են տարբեր լինել, բայց փաստը մնում է փաստ, որ տեղեկացվել է խնդրի մասին։ Շատ լավ։ Եթե ասում ենք դիմել ժառանգական հիվանդությունների, ասենք հայտնաբերման համար, հա, դա որ տարիքային խումբն է, այսինքն օրինակ որ տարիքից սկսած անձը պետք է մտածի գենետիկական խորհրդատվության մասին։ Խորհրդատվության նախապայմանները մի քանիստ են։ Եթե կա կայացած փաստ ազգի մեջ, եթե կա վտանգ, որ ինչ-որ մի բան կհանդիպի կամ ի հայտ կգա իրենց, կա նախատրամադրվածություն, կամ օրինակ եթե կատարվել է ներազգացական ամուսնություն, մոտ ազգակցական ամուսնություն, դա արդեն մեծ ուղղակի ցուցում է, որովհետև ռեցեսիվ գեներով փոխանցվող հիվանդությունների հավանականությունը մեծանում է։ Եթե կա ռիսկային խմբեր, օրինակ 35+ կանայք, ովքեր պատրաստվում են ամուսնանալ նոր առաջի անգամ, մեծահասակ առաջնացիներ են, կամ եթե 18-ից ցածր տարիքային խումբը, թե նրանք նույնպես ամուսնացել են կամ պատրաստվում են ամուսնանալ, այդ բոլոր գործոնները ուղղակի պայմաններ են։ Եթե օրինակ եղել են չզարգացող հղիություններ, մեռելացնություն, վիժումներ, ուղղակի ցույցում է, որ տվյալ հղին կամ տվյալ զույգը անցնի բժշկագենետիկական խորհրդատվություն, անցնի ցիտոգենետիկ հետազոտություն, որ հասկանալ պատճառահետևանքային կապը տվյալ խնդիրների, տվյալ խնդիրների գալու հետ կապված։ Այստեղ մի միտք առաջացավ, որ պատկերացնել մեր բուժառուները երևի տարանջատենք, հա, որ օրինակ երբ որ մենք անամնեզ ենք հավաքում բոլոր բժիշկները պացիենտներից, ենթադրենք շաքարային դիաբետի մասով, զարկերակային գերճնշման հարցնում ենք, ասում ենք ժառանգական նախատրամադրվածություն կա թե ոչ, դա այդ գենետիկի պահը չի, այս մասով մի հատ կխնդրեմ բացատրենք։ Չէ, ընդհանուր երբ որ հավաքվում է հիվանդության պատմություն, կյանքի պատմություն, ընտանեկան պատմություն, դա ընդհանուր ինֆորմացիա է տվել նեղ մասնագետի համար, որ նա կարողանա կողմնորոշվի։ Եթե մարդը ունի այս կամ այն քրոնիկ ուղեկցող հիվանդությունները, ինքն է որոշում իր հարցը լուծելու համար ինքը կարիք ունի տվյալ նեղ մասնագետի խորհրդատվությանը, որ հավաքելով այդ ամբողջ ինֆորմացիան, որ կարողանա ձևակերպի տվյալ եզրակացությունը, ճիշտ եզրակացություն ձևակերպի, որ հասկանա տվյալ խնդիրն ինչում է, ինչով է հղի եւ ինչ ելքեր է սպասվում։ Շատ լավ։ Եթե խոսում ենք հղիության ընթացքում հայտնաբերված ժառանգական հիվանդություններից, որպեսզի մեր բուժառուները ավելի լավ պատկերացնեն, օրինակ բերենք Դաունի համախտանիշը, հա, բժիշկ գենետիկը կարողանում է լիակատար օգնել այն հարցում, պահպանել հղիությունը, թե ընդհատել հղիությունը, խոսքը գնում է բժշկական ցուցումով։ Մեկ, եթե օրինակ ակուշեր գինեկոլոգը վարկել է հիվանդին, իր հղիին, բժշկագենետիկական խորհրդատվության այն կասկածով, որ կա վտանգ քրոմոսոմային շեղման, թե ոչ, կատարվում է խորհրդատվություն, հետո կատարվում է կամ ֆետալ ԴՆԹ-ի հետազոտություն, որի միջոցով կարելի է հասկանալ դա մայրական այրան մեջ հայտնաբերվում է պտղի ԴՆԹ-ն եւ որի միջոցով հայտնաբերվում է տվյալ քրոմոսոմային շեղումները կամ այս կամ այն միկրոդելեցիաները կան թե չկան։ Եթե դա բավարար չի, կատարվում է արդեն պտղաջրի հետազոտություն։ Եթե այդ բոլոր պատասխանները իմի բերելով մենք տալիս ենք եզրակացություն։ Եզրակացությունից ելնելով բժիշկ գենետիկը որոշողը չի, որոշումը կայացնում է ընտանիքը։ Բժիշկ գենետիկը ելնելով
ապացուցողական բժշկության հիմքերից ներկա տալիս է եզրակացություն, խնդիրը ինչում է, ինչով է հղի եւ ինչ ելքեր ունի։ Որոշում բարոյական մենք այդ իրավունքը եւ ոչ պրոֆեսիոնալ իրավունքը չունենք մենք ասել սա արեք կամ նա արեք։ Եզրակացությունները տրամադրվելուց հետո որոշումը կայացնում է անձը կամ ընտանիքը։ Շատ լավ։ Եթե խոսենք պարբերական հիվանդությունից, հա, օրինակ ինչի ենք մենք ասում, որ դա հայկական հիվանդություն է, ինչից ելնելով։ Դա մեր ազգային է, մենք ամեն ինչը հայկականն է։ Չէ, դա միջերկրածովային տենդ է, իր իսկ պրոտոկոլային անվանումը միջերկրածովային տենդ։ Այո։ Եվ տվյալ խնդրով հիվանդանում են միջերկրական ծովի շրջանում ապրող բոլոր ազգերը։ Հայերն են, հույներն են, հայրաններն են, արաբներն են, բոլորը։ Եթե կանանց մասին ենք խոսում, նու հիմնականում ցավոտ դաշտանների դեպքում, երբ որ գինեկոլոգիական խնդիրներ չեն հայտնաբերվում եւ փոքր կոնքում հեղուկ է հայտնաբերվում սոնոգրաֆիկ, ենթադրվում է, որ միգուցե գենետիկական խնդիր է, մասնավորապես պարբերական հիվանդություն, հա։ Եթե սա մի քիչ ավելի ոնց որ ակներև է որոշ մասնագետների համար, իսկ ընդհանուր առմամբ ինչ օրինակ այլ մասնագետներ ինչին պետք է ուշադրություն դարձնել, որ կասկածեն տվյալ անձի մոտ կա պարբերական հիվանդություն եւ ուղղորդեն գենետիկի մոտ։ Արդեն անվանումը մեզ հուշում է պարբերական, պարբերաբար նկատվող փորացավերը, հոդացավերը, կրծքավանդակում ցավերը, ամեն մեկն առանցին եւ բոլորը միասին, որը կուղեկցվի ջերմությամբ եւ կտևի 1-ից մի քանի օր, արդեն մեզ հուշումը դա միայն կլինիկական ախտանիշների մասին է խոսքը։ Եթե նաեւ զուգահեռ արվի որոշ հետազոտություններ, կլինիկական լաբորատոր հետազոտություններ եւ դրանց արդյունքում հայտնաբերվի շեղումներ եւ այդ երկու ինֆորմացիան համադրելու ժամանակ արդեն ծագում է միտք կամ դիագնոզել տվյալ խնդիրը կամ դիֆերենցիալ տվյալ խնդիրը կա թե չկա։ Այո։ Ոնց որ դուք ասացիք, գինեկոլոգները շատ ուղարկում են, երբ որ փոքր կոնքում տեսնում են հեղուկ եւ նկարագրում են ցավեր, որոնք ամիսը մեկ անգամ նկատվում են, արդեն իրենց հուշումը, որ իրանք պետք է այն մտքին են գալիս, որ դիֆերենցեն կամ հաստատեն։ Դա արդյոք պարբերականից եկող խնդիր է, թե դիֆերենցենք պարբերական հիվանդությունը այլ հիվանդության հետ, որ կարողանանք վերջնական եզրակացություն եւ վերջնական ախտորոշում տալ։ Այսինքն, եթե կանանց մասով պարբերականը պարզ է, հիմնականում դա ամիսը մեկն է, իսկ ընդհանուր առմամբ պարբերականը ոնց ենք հասկանում։ Օրինակ երեխաների մոտ, փոքրիկների մոտ հաճախակի համարյա թե ամեն ամիս նկատվում են ջերմություն, որը կուղեկցվի տենդով, ջերմություն, որը կուղեկցվի փորացավերով կամ հոդացավերով, հոդաբորբերով, որ երեխան այդ մի քանի օրվա ընթացքում կամ հայտնվում է հիվանդանոցում, կամ տանը անկողնային իրավիճակ է բարգած այդ երեխան, ու այլ սիմպտոմներ կամ այլ բաներ չկան, որոնք կհուշեն թե վիրուսային ինֆեկցիայի մասին կամ բակտերիալ ինֆեկցիայի մասին, արդեն ծագում է այն միտքը, որ պետք է դիֆերենցիալ։ Բացի դրանից, մեր բժիշկները արդեն բավականին երկար տարիներ եկել են եզրահանգմանը, որ քանի որ դա մեր պոպուլյացիոն խնդիրն է, տվյալ խնդիրը, առաջինը իրանք դա ժխտում են, նոր փնտրում են մնացած այն խնդիրները, որոնք կարող են պատճառ հանդիսանալ այդ տարիներին կան նման տենդենց նկատվում է, ու նաև գենետիկների աշխատանքի շնորհիվ այս թվում է։ Մենք հասանք նրան, որ մեր փոխադարձ համագործակցության արդյունքում հասանք նրան, որ արդյունքում շահեց բուժառուն, մարդիկ չեն տանջվում, անիմաստ չեն վիրահատվում, տարիներ առաջ, մի 20-30 տարի առաջ, չհասկանալով փորացավի իմաստը վիրահատվում էին, կույրավիճի հեռացում էր գնում, բայց հիմա փառք Աստծո հասել ենք նրան, որ չունենք դա, եւ այս փոխադարձ աշխատանքի արդյունքում մենք արդեն համարյա չունենք ամիլոիդոզ։ Ընտիր, ես ընդհանրապես կողմնակից եմ համատեղ աշխատանքի, որովհետև մասնագետները պետքա միշտ իրար հետ շփվեն, որպեսզի հասնենք արդյունքի, այսինքն մեր գերնպատակը որն է, որ բուժառուն առողջանա, հնարավորինս, կախված նրանից թե ինչ ախտաբանություն է, եւ մեր համատեղ աշխատանքից դա շատ մեծ բան է կախված։ Եթե պարբերական հիվանդության բուժման մասին խոսենք, օրինակ շատ են հարցնում, հա, ինչ պետք է ցմախ խմեմ պրեպարատը, ոնց է այս հարցի պատասխանը։ Այո,
շատ դեպքերում հաստատված դեպքերում կախված այն խաթարումներից, այն մուտացիաներից, որոնք իրենք ունեն եւ կախված այն բարդությունները, որոնք կան, որոնք բուժարուն ունի, այո, իրենց նշանակվում է քիչ կոպիտ դեղորայքային թերապիա։ Դա անելով մարդիկ պետք է հասկանան, որ այդ մեկ հաբը, որ իրենք խմում են, իրենք իրենց ապահովագրում են ամիլոիդոզից ավելի մեծ խնդիրներից։ Ինչ է ամիլոիդոզը, երկու բառով ասենք, երիկամների ախտահարումն է, երբ որ մեզի մեջ հայտնաբերվում է սպիտակուց։ Այսինքն երիկամները չեն աշխատում։ Քանի որ պարբերական հիվանդության ժամանակ թիրախ օրգաններից մեկը հանմարվում է երիկամային հյուսվածքը, տվյալ դեղորայքը ընդունելով բուժարուն պետք է հասկանա, որ ինքը պրոֆիլակտիկա է կատարում, կանխարգելում է իր երիկամների ամիլոիդոզը, կանխարգելում է այդ մեծ խնդիրը։ Շատ լավ։ Որ դա կատարելով ինքը իրանից հեռու է պահում մեծ խնդրից։ Շատ լավ։ Իսկ օրինակ լինում է, հա, որ շատ անգամ ասում են, ես չեմ լսել, որ մեր Գերդաստանում որևէ մեկը ունենա պարբերական հիվանդություն, դա հնարավոր է, որ ոչ մեկը չունենա ու ենթադրենք X անձը ձեզ դիմի պարբերական հիվանդությամբ։ Ամեն ինչի հետ իրենք համեմատում են իրանց գանգատները։ Ուտելիքի հետ մրսեցի, էս արեցի, բայց չեն ուզում առնչվել, որ տվյալ խնդիրն եղել է։ Կամ մեծ ասակների, որ հոդացավեր եմ նկատում, որ դե մեծացել է, ոտքերը ցավում է, տատիկա կամ գլանների հետ խնդիր ունի, անգինա հաճախ է հիվանդացել դրանից է։ Շատերը իրենց հոդացավերը վերագրում են ռևմատիզմ, ամեն մեկը մեկնաբանում է յուրովի։ Բայց իրականում պահկված է այդտեղ։ Վերջերս օրեր առաջ մեր գենետիկների թիմը վերադարձավ միջազգային կոնֆերանսից, ուղղակի երկու բառով կցանկանայի պատմես ինչ հետաքրքիր նորություններ կա, որ մենք դեռ շատ պետք է մեր առողջապահությունը սարքանա, որ հասնի դրան, բայց պետք է ձգտենք, որ ունենանք այդ ամենը։ Դա ամենամյա միջազգային եվրոպական բժշկական գենետիկական միջոցառումը մենք ներկայացրեցինք մեր 6 հոդվածը, որոնցից 6-ն էլ հրապարակվեց, մենք ունեցանք այնտեղ պոստերային դակլատներ, այդ ամենն եղավ, ինչ նոր բաներ մենք մեր համար, որ նոր մոտեցումներ, նոր տեխնոլոգիաներ, նոր ծանոթություններ, նոր կապեր, նոր համագործակցության եզրեր գտանք, որոնք իշահ են եւ ի նպաստ մեր ազգաբնակչությանը, որոնք ներդրվել են եւ շարունակվում են ներդրվել բժշկական գենետիկայի կենտրոնում եւ ի նպաստ կլինեն մեր ազգին եւ մեր ազգաբնակչությանը։ Միանշանակ, ինչ որ Տեսլայի մասին էիք ասում, հետաքրքիր է։ Շատ հետազոտություններ կան, որոնք մեր համար դեռ հեռավոր ապագա են, բայց դե շատ լավ կլինի, որ մի օր մեր բուժառուներ ունենան հնարավորություններ, այո, նման զարգացած ապարատուրով հետազոտվելու։ Աշխատում ենք, որ կարողանանք արդիականացնել մեր տեխնիկական բազան, գիտելիքային բազան։ Հենց դրա մասին էր, որ մենք մեր հոդվածներով անդադար փորձում ենք հետ չմնալ միջազգային աշխարհի ստանդարտներից եւ փորձում ենք քայլել իրանց հետ համահունչ։ Մեր կենտրոնի ղեկավար Տամարա Ֆադիևնան ամեն ինչ անում է նրա համար, որ գենետիկան զարգանա ու ազգանվեր աշխատանքը ինքը անում է։ Հա, ու նաեւ իր շնորհիվ է, որ մնացած մասնագետները հասկացել են, որ առանց գենետիկների դժվար կլինի առաջ շարժվելը։ Ես շատ շնորհակալ եմ, գենետիկան ահավոր մեծ դաշտ է ու մեկ հաղորդման շրջանակում հնարավոր չի քննարկել։ Ես փորձեցի բարձրաձայնել այն հարցերը, որոնք ավելի շատ են հնչում բուժառուների կողմից, ասենք թեկուզ իմ մոտ, գինեկոլոգի մոտ, այլ մասնագետների, հա, այն հարակից հարցերը, որոնք որ ներկայացրեցինք, որպեսզի պատկերացում կազմեն, թե ոնց պետք է վարվեն, ինչ պետք է անեն։ Ես շնորհակալ եմ հանգամանալի զրույցի համար շատ։ Սիրելի հետևորդներ, հիշեցնեմ, որ իմ այսօրվա հյուրներ բժշկական գիտությունների թեկնածու, առողջության առաջնային պահպանման եւ բժշկական գենետիկայի կենտրոնի բժիշկ գենետիկ Արտյոմ Գասպարյանը։ Կհանդիպենք։
Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։